Բարերեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային երկրորդ օրն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր երկու հանդիպում ենք միասին դիտելու։ Նախ առաջին հանդիպումը քիչ անց կմեկնարկի դիվիզիոնից մեկ հանդիպում։ Կդիտենք որտեղ միմյանց հետ մրցելու են Փարիզը եւ Ռեալ Մադրիդը։ Շատ հետաքրքիր պայքարում է ընթանալու այս հանդիպումը։ Տեսնենք ի վերջո ով կկարողանա այս խաղում արդյունքի հասնել, իսկ երկրորդ հանդիպումը Էլիտ լիգայից է լինելու, այդ մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք։ Եվ հիմա տեսնում ենք դաշտի կենտրոնից Ռեալը սկսում է հանդիպումը։ Ես էլ հիմա անցնեմ թիմերի հայտարարությունների ներկայացնելուն։ Սկսենք Փարիզից, Փարիզի դարպասը պաշտպանում է համար 1 Առաքել Հովհաննիսյանը, համար 2 Նարեկ Քոչարյան, համար 4 Հարութ Աղազարյան, համար 5 Մանվել Այվազյան, համար 6 Իշխան Պողոսյան, համար 8 Արտակ Ասատրյան, համար 10 Կարո Ավագյան։ Հիմա տեսանք առաջին հարվածը այս խաղում։ Աղազարյանը հարված կատարեց, բայց շատ բարձր է հարվածում Փարիզի ֆուտբոլիստը։ Համար 22 Սերգեյ Հարությունյան եւ համար 99 թիմի ավագ Հարութ Խաչատրյան։ Ռեալի դարպասում է համար 1 Սուայիլ Ալիրեզան, համար 3 Ժան Աբաջյան, համար 5 Անուշավան Եղիազարյան, համար 10 Ետնա Մարսել Լաուրել, համար 73 Սարգիս Հարությունյան, համար 77 Ալբերտ Նազարյան, համար 93 թիմի ավագ Արսեն Հակոբյան եւ համար 99 Աշոտ Համբարձումյան։ Իսկ խաղի մրցավարն է Վագն Ակուլյանը։ Այսքանը կազմերի մասով հիմա անցնենք խաղին, տեսնենք ինչ վիճակ է խաղադաշտում։ Այստեղ Պողոսյանից խլեցին գնդակը, Կոփյան թողնում է գնդակը։ Դիմացի ներվից հարված, փակված է այս հարվածի ճանապարհը, շարունակվում է Ռեալի գրո եւ երկրորդ հարվածը որսաց ի վերջո գնդակը Հովհաննիսյանը եւ սկսում է իր թիմի հերթական գրողներից մեկը։ Այվազյան իր նորամուտի խաղն է այսօր անցկացնում Մանվել Այվազյան այս թիմում, Ավագյան արված եւ փրկեց իր թիմին հիմա Ալիրեզան։ Առաջին դիպուկ հարվածը տեսանք Փարիզի կատարմամբ այս խաղում։ Արկված է եզրային նետումը, բայց Եղիազարյանը լավ գործեց հիմա պաշտպանությունում։ Շատ լավ մեկնարկ է հաղորդել այս մրցաշարում Փարիզը, նրանք Պալերմոյի հետ կիսում են երկրորդ հորիզոնականը, հիմա կարող է վտանգավոր լինել, տեսնենք Ասատրյանն է գնդակով հարված եւ հակում է պաշտպանը այս հարվածի ճանապարհը։ 8 խաղից հաստատել է 18 միավոր Փարիզը, 6 հաղթանակ, 2 պարտություն։ Շատ լավ են նրանք այս մրցաշարը ուղղակի սկսել։ Ինչը չի ասի Ռեալի համար, որովհետև նրանք այս մրցաշարի հետնապարն են, հիմա հերվից հարված, շատ վտանգավոր էր, նորից փրկեց իր թիմին Հովհաննիսյանը։ Ակտիվ են, տեսնում ենք երկու թիմերն էլ մեկնարկել հանդիպումը։ Դեռ այս մրցաշարում ոչ մի միավոր չեն վաստակել Ռեալի տղաները, Այվազյան արված, շատ լավ փոխանցում հիմա տեսանք խորքից Կարո Ավագյանից դեպի Մանվել Այվազյանը, բայց վերջինս չկարողացավ դիպուկ հարված կատարել։ Վեց խաղ են անցկացրել այս մրցաշարում Ռեալի տղաները, 6-ն էլ պարտվել են։ Տեսնենք նրանք այսօր կկարողանան իրենց առաջին միավորները վաստակել այս մրցաշարում, բայց շատ բարդ է լինելու այս Փարիզի դեմ։
տեսնենք ի վերջո։ Ինգ րոպե արդեն անցավ։ Հանդիպման մեկնարկից դեռ մեզ մոտ։ Հաշիվը բացված չէ, բայց երկու թիմերն են շատ վստահ եւ ակտիվ մեկնարկ են հաղորդել այս խաղին։ Այվազյան Փարիզ է նորից ացել գրոյի, Այվազյան հեռացված է գնդակի վերջո։ Չատրյան երկար փոխանցում դեպի Մանվել Այվազյանը։ Կենտրոնում եկավ և խլեց գնդակը Հարությունյանը։ Ստում ենք ավելի շատ են գնդակով լինում Փարիզի տղաները, հիմա երկար փոխանցում նորից Խաչատրյանի կողմից, բայց որսած գնդակը Ռեալի դարպասապահ այստեղ։ Հարությունյան լավ հնարք կատարեց այստեղ Սարգիս Հարությունյանը։ Եվ հիմա պահել են իրենց մոտ գնդակը Ռեալի տղաները, այստեղ էլ խախտում նշանակվեց խաղի մրցավարի կողմից։ Աղազարյանը խախտեց խաղի կանոնները։ Աշոտ Համբարձումյանի հետ պայքարում։ Համբարձումյան հիմա հեռվից փորձ վտանգավոր կարող լինել Հակոբյան, Հարությունյանը արված եւ փրկում է նորից իր թիմին։ Առաքել Հովանիսյանը շատ վտանգավոր գրո կազմակերպեցին Ռեալի տղաները այստեղ, փրկվեց Փարիզը։ Ակյունայինը խաղարկված է։ Դեռ տեսնում ենք քիչ են գնդակով լինում ավելի Ռեալի տղաները, բայց նրանց հարվածները ավելի վտանգավոր են ստացվել այս րոպեների ընթացքում։ Ասատրյանը խլեց գնդակ այստեղ, Ավագյան, Ասատրյան, տեսնենք ինչ կանեն հիմա Փարիզի տղաները, նորից Ավագյան, բայց չկարողացավ լավ մշակել այստեղ գնդակը Կարո Ավագյանը։ Եվ հիմա խախտում է այստեղ նշանակել խաղի մրցավարը։ Տեսնենք այս ստանդարտը Փարիզի ինչպես կլինի։ Խաչատրյանն է վերցրել գնդակը այստեղ, թիմի ավակը, մրցավարի սուլիչը կա, Խաչատրյան հեռվից փորձ, բայց մի փոքր շեղ էր Հարութ Խաչատրյանի հարվածը։ Այսօր տեսնում ենք Փարիզի կազմից բացակայում է Դավիթ Մուսախանյանը, նա կիսում է իր թիմի ռմբարկուների ցուցակը առաջին հորիզոնականը Արտակ Ասատրյանի հետ, երկուսն են 5 գնդակ են հեղինակել, այսօր միայն Ասատրյանն է հայտարարում։
Այստեղ տեսնում ենք գնդակով են Փարիզի ֆուտբոլիստները։ Լավ նկատեցին հիմա ձախ եզրում ազատված Ավակյանին, բայց Ավակյանն էլ այստեղ սխալվեց փոխանցում կատարելիս։ Ռեալն է նետվում գրոյի, Հարությունյան փոխանցում եւ որսած գնդակի վերջը Արաքել Հովհաննիսյանը։ Ղազարյան նետվում է առաջ Ղազարյան, Էրվիկ Սպորտս, բայց այն շեղ է։ Վերջո երկրորդ հարված այս խաղում։ Հարութ Ղազարյանի երկուսն էլ շեղ են ընթացել։ Եվ այս հարվածից հետո տեսնում ենք փոխարինվեց Հարութ Ղազարյանը։ Ռեալն է ացել գրոյի, տեսնենք Հարությունյան արված եւ գոլ։ Հաշիվը բացված է, ի վերջո Ռեալը կարողանում է հաշվի մեջ առաջ անցնել, գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ Սարգիս Հարությունյանը։ Սարգիս Հարությունյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է, բարեկամներ։ Ի վերջո Ռեալը կարողանում է առաջինը գոլ հեղինակ դառնալ այս խաղում, հիմա տեսնենք Փարիզը ինչով կպատասխանի այս գոլին։ Տանգավ գոլինել Ասատրյան արված փրկում է իր թիմին Ալիռեզան եւ անկյունային Փարիզի օգտին։ Ստենք Ասատրյանն է վերցրել գնդակը։ Ասատրյան փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը։ Խաչատրյան, Էրվիկ Սպորտս, փակեցին Խաչատրյանի հարվածը։ Նորից Խաչատրյանն է այդտեղ պայել գնդակի իր թիմի մոտ, Պողոսյան, լավ խաղարկումներ հիմա տեսանք, Ասատրյան, Ավակյան, արված եւ գոլ շատ արագ հավասարեցնում է հանդիպման հաշիվը Փարիզը, գոլ հեղինակ է դառնում Կարո Ավակյանը։ Կարո Ավակյան 1-1 շատ արագ հավասարեցնում է հանդիպան հաշիվը Փարիզը։ Տեսնում ենք եւ փայլուն գրոյի շնորհիվ Փարիզի տղաները կարողացան կրկին հավասարեցնել հանդիպման հաշիվը, նորից Փարիզն է անցել գրոյի, Ավակյան, նորից փորձ Ավակյանի կողմից, բայց այս անգամ դարպասապահը փրկում է իր թիմին։ Եղիազարյանն է շարժվում առաջ, բայց գնդակը առաջ թողեց ի վերջո։ Ասատրյան լավ հնարք այստեղ Ասատրյանից պայծ իր մոտ գնդակը ի վերջո Արտակ Ասատրյանը։ Հավասարվեց Ավակյանը Ասատրյանին եւ Մուսախանյանին, նա էլ արդեն 5 գնդակում իր ակտիվում։ Լավ խաղարկումներ ենք տեսնում Փարիզի տղաների կողմից, Ավակյան փոխանցում եւ այս փոխանցումը ի վերջո հասցեատեր չունեցավ, հիմա էլ Հարությունյանն է նետվել առաջ եւ չհասկացան միմյանց երկու թիմակիցներ Ռեալին եւ հարված կտեսնենք Հովհաննիսյանի պաշտպանած դարպասից։
պատխաղարկում Ասատրյանից եւ Ավակյանից, Ասատրյան փայլուն ամեն ինչ արեց, բայց մի փոքր վերջին բային գնդակը առաջ թողեց իր ոտքից, իմ արագ խլում, Հարությունյան երվից արված եւ Ալիռեզյանը փրկում իր թիմին, տեսնում ենք շնշել է Հարիզը վերջին րոպեներին Ռեալին եւ փորձում են նրանք իրենց երկրորդ գոլը հեղինակել այս խաղում, բայց այստեղ լավ անցան հիմա պաշտպանությունից Ռեալի տղաները, Աբաջյան, Ամբարձումյանի հետ է խաղարկում գնդակը, բայց կորցրեցին նորից Ռեալի տղաները գնդակը, Այվազյան մտավ Տուգանային հրապարակ եւ այստեղ հարվածը Այվազյանի փակեց Անուշավան Եղիազարյանը, բայց կարողացավ Այվազյանը իր թիմի համար անկյունային վաստակել ի վերջո Հարկացի անկյունային Ավակյան շատ վտանգավոր էր նորից տեսնում ենք եւ կրկին անկյունային է վաստակել Հարիզը այս անգամ հակառակ եզրից այսօր Ավակյանի հարվածները շատ վտանգավոր են ստացվում Հարկացի անկյունայինը Հարությունյան լավ անցում, Հարությունյան երվից փորձ, բայց բարձր էր ի վերջո Սերգեյ Հարությունյանի հարվածը տեսնում ենք Ռեալի գոլից հետո շատ ակտիվացան Հարիզի տղաները եւ արդեն մի փոքր առավելություն ունեն, նրանք կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը եւ էլ ավելի գրոհներ կարողացան ստեղծել այս րոպեների ընթացքում տեսնում ենք շատ լավ են հիմա համագործակցում խաղադաշտում Փարիզի ֆուտբոլիստները Ասատրյան գեղեցիկ հնարք եւ ընկավ այստեղ հիմա Ասատրյանը բայց խաղի մրցավարը ոչինչ չնշանակեց այս դրվագում բայց հիմա տեսնում ենք ուսումնասիրելու է ի վերջո այս դրվագը խաղի մրցավարը տեսնենք ինչ որոշում կկայացնի տեսնում ենք խաղի մրցավարը դիտեց դրվագը եւ 11 մետրանոց է նշանակել Ռեալի դարպասին ի վերջո խախտում կար Արտակ Ասատրյանի հետ պայքարում Զիդանի ոճով հնարք կատարեց Տուգանայիների մատույցներում Արտակ Ասատրյանը եւ այդ հնարքը իր թիմին բերեց 11 մետրանոց եւ Կարո Ավակյանն է տեսնում ենք գնդակը վերցրել այս պատասխանատու ժամանակ տեսնենք խաղի մրցավարի սուլիչը կա Ավակյան արված եւ հիմա Փայլուն գոլ հեղինակ է դառնում կարծես թե Ավակյանը ոչ վրիպեց այստեղից հիմա Կարո Ավակյանը Այսա հնարավորություն էր որ պետք էր օգտվել ի վերջո բայց չկարողացավ Ավակյանը դիպուկ հարված կատարել տեսնում ենք, որ իր թիմում այս 20 րոպեների ընթացքում շատ ամենալավ խաղացողն էր այս րոպեների ընթացքում հանդես գալիս Ավակյանը նա էլ վերցրեց գնդակը, բայց չկարողացավ դիպուկ իրացնել այդ 11 մետրանոցը ինչևէ հաշվի մեջ փոփոխություն չկա 1-1 է մեզ մոտ կրկին հաշիվը Հիմա անկյունային է վաստակել այստեղ Ռեալը վտանգավոր էր այմա կարող էր Ամբարձումյանը դառնալ գոլի հեղինակ շատ վտանգավոր փոխանցում տեսանք խորքից
Վերջնամասն է արդեն մեզ մոտ առաջին կեսի, հավասար է հաշիվը, Փարիզը նորից անցել է գրոյի, Քոչարյան, Օրեգ Քոչարյան, լավ փոխանցում Այվազյանին, կրկին Քոչարյան, լավ թողեց գնդակը, Ավագյան պետք է գրավել դարպասը, բայց բարձր է արվածում Կարո Ավագյանը, նորից հրաշալի խաղարկումներ տեսանք Փարիզի տղաների կատարմամբ և հիմա տեսնում ենք խաղադաշտ է մտել Ետնա Մարսել Լաուրելը, տեսնենք նա ինչ կանի այս րոպեների ընթացքում խաղադաշտում, վտանգավոր են գործում այստեղ Ռեալի տղաները և անկյունային Փարիզի օգտին Արտակ Ասատրյանն է գնդակի մոտ Ասատրյան, ցածրից փոխանցում դեպի Ավագյանը, կրկին բարձր էր հարվածը Կարո Ավագյանին Հրաշալի խաղարկումն է Ռեալի ֆուտբոլիստների կատարմամբ, Հարությունյան արված և գոլ։ Փայլուն ամեն ինչ արեցին այս դրվագում Ռեալի տղաները և կրկին հաշվի մեջ առաջ է անցնում Ռեալը և նորից կարծես թե Սարգիս Հարությունյանն է դառնում մեզ մոտ գոլ հեղինակ։ Սարգիս Հարությունյան 2-1 տեսնում ենք հրաշալի գրով կազմակերպեցին Ավագյանի վրիպումներից հետո Ռեալի տղաները և նորից հաշվի մեջ առաջ են անցնում Տեսնենք այս գոլին ինչով կպատասխանի հիմա Փարիզը նրանց անսահման գրողներից և հարվածներից հետո կարողացավ Ռեալը իր պահը օգտագործել, այսպես ասած Այստեղ չգրված Սորենքը ֆուտբոլի աշխատեց, դուք չեք խփում, ձեզ են խփում Ավագյանի վրիպումներից հետո Հարությունյանը կրկին դարձավ գոլի հեղինակ մեզ մոտ Վերջին րոպեն է արդեն մեզ մոտ ընթանում առաջին խաղակեսի Ասատրյանն նետվում է գրոյի հիմա Փարիզը Արտակ Ասատրյան, բայց եկավ և առևանգեց այստեղ գնդակը Հարությունյանը Արտակ Ասատրյանից Ազերյան, լավ խաղարկումներ Նորից կրկին սլանում է առաջ Հարությունյանը, լավ փոխանցում, Ամբարձումյանը արված և գոլ Աշոտ Համբարձումյան 3-1 արդեն 2 գոլի առավելություն է ստանում այս խաղում Ռեալը Փարիզի նկատմամբ և շատ լուրջ մեծ քայլ է կատարում դեպի հաղթանակ, բայց դեռ ամբողջ երկրորդ խաղակես կա առջևում Փարիզը նետվել է առաջ նորից Ասատրյան փոխանցում, վերացված է գնդակը, Պողոսյան էրվից փորձ և շեղեր, Իշխան Պողոսյանի հարվածը և վերջ բարեկամներ, առաջին կեսը մեզ մոտ ավարտված է, 3-1 հաշվով Ռեալը հաղթում է Փարիզին, ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։
Երկու թիմերի լուրջ քննարկումներից հետո վերադառնում ենք սիրելի ֆուտբոլասերներ, երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ եւ առաջին կեսից հետո 3-1 հաշվով Ռեալը հաղթում է Փարիզին, շատ հետաքրքիր։ Առաջին կես ստացվեց, ես խոսում էի, որ առավելություն ունեն մի փոքր առաջին կեսում Փարիզի տղաները Ռեալի նկատմամբ, բայց Ռեալը ավելի լուրջ։ Գրոների և հարվածների շնորհիվ հիմա հաղթում է 2 գոլի առավելությամբ Փարիզին, տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կանցկացնեն երկու թիմերը, առաջն են Փարիզը պետք է այս հաշիվը վերականգնի, տեսնենք հիմա արագ անցնենք թիմերի հայտարարություններին, Փարիզ դարպասում է Արաքել Հովհաննիսյանը, Նարեկ Քոչարյան, Հարութ Աղազարյան, Մանվել Այվազյան, Իշխան Պողոսյան, Արտակ Ասատրյան, Կարո Ավագյան, Սերգեյ Հարությունյան և թիմի ավագ Հարութ Խաչատրյան։ Ռեալ դարպասում է Ալիրեզա, Ժան Աբաջյան, Անուշավան Եղիազարյան, Ետնա Մարսել Լաուրել, Սարգիս Հարությունյան, Ալբերտ Նազարյան, Արսեն Հակոբյան, նա թիմի ավագն է և Աշոտ Համբարձումյան։ Խաղի մրցավարն է Վահագն Ակուլյանը։ Այսքանը կազմերի մասով հիմա անցնենք խաղին, Ասատրյան Էրվից փորձ, բայց անդրադարձ այնտեղ եղավ և վերցեց գնդակը Ալիրեզան ի վերջո, կրկին արագ տլեց գնդակը Փարիզը, Ավագյան, լավ խաղարկումներ, Այվազյան, արված կրկին Ալիրեզան որսում է գնդակը, բայց այստեղ տեսնում ենք Տուգանային մատույցներից դուրս է գնդակը վերցրել դարպասապահ Ռեալի և երկրորդ դեղինն է այստեղ ստանում այս դրվագի համար Ալիրեզան և հեռացվում է խաղադաշտից Ռեալի դարպասապահը Եվ հիմա շատ ծանր իրավիճակում է հայտնվում Ռեալը, վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակել այստեղ Փարիզը Նա տեսնենք ով կզբաղեցնի Ալիրեզայի դիրքը ի վերջո Ռեալի ֆուտբոլիստներից Դեռ դադար է մեզ մոտ, երկար պատրաստվում են հիմա Այստեղ Ռեալի տղաները որոշում են ով է դարպասում ի վերջո լինելու իրենց ֆուտբոլիստներից Եվ տեսնում ենք ի վերջո դարպասում է լինելու Մարսել Լաուրելը Նա տեսնենք այս Տուգանայինը Փարիզի Այվազյանն է գնդակի մոտ Շատ վտանգավոր դիրք, մրցավարի սուլի չկա Այվազյան, թողեց գնդակը Աղազարյանին արված և շատ սուր հարված հիմա կատարեց Հարութ Աղազարյանը
Ռեալի տղաներն են գնդակով և կորցրեցին ի վերջո գնդակը այստեղ երկար փոխանցում հեռացրեց գնդակը Լաուրելը երկրորդ տեմպով է շարունակվում Փարիզի գրոհը պաշարել են Ռեալի ուգանային մատույցները Փարիզի տղաները և շատ վտանգավոր էր հիմա փրկվեց այստեղ Ռեալը հեռվից փորձ տեսանք Հարութ Խաչատրյանից Հարված գծիկ փոխանցում կատարվեց Խաչատրյանից և վերջում էլ Աղազարյանը դիպավ գնդակին, շեղեց ուղղություն այդ հարվածին, անկյունային իրացված է Փարիզի, Այվազյան, Ամվել Այվազյան, թողեց գնդակը Ավագյանին, լավ խաղարկումներ, Այվազյան և դուրս եկավ ի վերջո գնդակը դաշտի սահմաններից Մի փոքր խոսեմ թիմերի վերջին անցկացրած հանդիպումից Փարիզը վերջին հանդիպումը անցկացրեց Լևերկուզենի Բայերի հետ և կարողացավ 3-1 հաշվով հաղթել Բայերին Հիմա հեռվից հարված նորից տեսանք Ավագյանը հարվածեց երկրորդ փորձից Ասատրյանն է հարված կատարում և կրճատված է ի վերջո հանդիպման հաշիվը Արտակ Ասատրյան 3-2 մի փոքր կրճատեց հանդիպման հաշիվը Փարիզը այս մեկ հոգի պակաս մեկ հոգի ավել գտնվելու պայմաններում օգտվեց այդ հնարավորությունից այստեղ հիմա մի փոքր կրքերը բորբոքվեցին Եղիազարյանը զգուշացվեց դեղին քարտով Իսկ Ռեալը վերջին հանդիպումը անցկացրեց Բարսելոնայիդ և 0-2 հաշվով պարտություն կրեց հիմա տեսնենք այս ստանդարտը Փարիզի Խաչատրյան փոխանցումը պարտված է Պողոսյան լավ փոխանցում Ավագյանի ուղղությամբ Ավագյան և ուշացրեց հիմա այստեղ հարված կատարել Կարո Ավագյանը բայց հիմա խլեց Ավագյանը տեսնում ենք գնդակը աչեզրում և անկյունային կարողացավ վաստակել իր թիմի համար 10 րոպե արդեն անցյալում է այս խաղակեսից 3-2 հաշվով Ռեալը հաղթում է Փարիզին փոխանցում կանային հրապարակ գնդակը հեռացված է Ասատրյան հրաշալի անցում Ասատրյանից մտավ կենտրոն Ասատրյան հարված և գոլ շքեղ գոլ հեղինակ է հիմա դառնում Արտակ Ասատրյանը վարպետորեն ուղղակի հարված կատարեց Փարիզի լավագույն ռմբարկում կրկին հավասար է մեզ մոտ հանդիպման հաշիվը Արտակ Ասատրյան 3-3 հաշիվը հավասար է մեզ մոտ կրկին Եվ դուբլ է գրանցում իր անվան դիմաց Արտակ Ասատրյանը խփում է իր 7-րդ գնդակը այս մրցաշարում Կարողացավ վերականգնել նորից
հաշվի տարբերությունը Փարիզը եւ նրանք հոգեբանական առավելություն ունեն, որովհետեւ 1 հոգի պակաս են այս պայն խաղում Ռեալի տղաները Այվազյան արվածը փակված է մանվել Այվազյանի շարունակում է Փարիզի գրող Կարո Ավագյան պաշարել են հիմա նրան Ռեալի Կանային մատույցները Արութ Խաչատրյան վտանգավոր էր եւ անկյունային է վաստակում այստեղ Փարիզը Կրկին փոխվեց դարպասապահ Ռեալի, տեսնում ենք Մրցավարի սուլի չկա, տեսնենք այս անկյունայինը Ավագյան փոխանցում Պողոսյան արված և պակված է այս արվածը երկրորդ փորձով Հարութ Աղազարյանն է արված կատարում, հիմա պահանջում են Փարիզի տղաները այս արվածից հետո 11 մետրանոց, տեսնենք ի վերջո ինչ որոշում կկայացնի այս դրվագից հետո խաղի մրցավարը Տեսնում ենք խաղի մրցավարի որոշումը կայացրեց և միայն անկյունայինով կբավարարվեն Փարիզի տղաները Ոչինչ չկար Իշխան Պողոսյանի հարվածից հետո այնտեղ Ռեալի ֆուտբոլիստի ձեռքը խաղային դիրքում էր գտնվում և հիմա անկյունային իրացված է Փարիզի Ավագյան Արությունյան էրվից հարված փակված է այս հարվածը Խառնաշփոթ է տեսնում ենք այստեղ և հեռացված է գնդակը ի վերջո Ասատրյան հրաշալի շրջվեց այստեղ Արտակ Ասատրյանը, Աղազարյան Այվազյան Այդ փոխանցում Հարությունյանի ուղղությամբ Փոխեցին գրոյի եզրը ի վերջո Փարիզի տղաները Հասավ գնդակը Պողոսյանի Խաչատրյան էրվից փորձ և շատ վտանգավոր էր հիմա Հարութ Խաչատրյանի հարվածը, բայց դիպուկ չէր ի վերջո Փարիզի Ավագի հարվածը Կրկին նետվել են գրոյի Փարիզի տղաները Խաչատրյան արված նորից չեղեր Խաչատրյանի հարվածը Լավ գործեց հիմա Կարո Ավագյանը մտավ Տուգանային հրապարակ Ավագյան փոխանցում Այվազյանին նորից Ավագյան պետք է գրավել դարպասը Ավագյան լավ խաղարկում նորից տեսանք բայց այստեղ էլ Այվազյանը չկարողացավ դառնալ գոլի հեղինակ նորից ձեռքով խաղ էին պահանջում Փարիզի ֆուտբոլիստները բայց մրցավարը շատ մոտ էր կանգնած այդ դրվագին Շարունակվում է հանդիպումը նորից լավ հնարավորություն ուներ Կարո Ավագյանը, բայց չկարողացան իրենց հնարավորությունը գոլի վերածել Փարիզի տղաները Շատ հետաքրքիր հանդիպում է ընթանում ուղղակի սիրելի ֆուտբոլասերներ 6 գոլ արդեն տեսել ենք այս խաղում Դեռ այս խաղակեսում մեկ գրող չենք տեսել Ռեալի ֆուտբոլիստներից, որովհետև մեկ կարմիր քարտը ուղղակի ամբողջ խաղը փոխեց և հիմա խաղաղտում Պողոսյանի կողմից վտանգավոր դիրքում Տուգանային են վաստակել Ռեալի տղաները
Տեսնենք հիմա այս Տուգանայինը։ Մրցավարի Սուլիչը արդեն կա, հարված և Խաչատրյանի վրա ուղիղ հարվածը եղավ։ Նորից շարունակում է Ռեալի գրոհը։ Հրվից փորձ և գոլ, կրկին հաշվի մեջ առաջ է անցնում Ռեալը 4-3։ Կրկին Ռեալը անցնում է հաշվի մեջ առաջ, տեսնում ենք հիմա պատասխանը արագ կարող էր լինել Փարիզի Մանվել Այվազյանի հարվածից հետո փրկում է Ռեալի դարպասապահը, ինչ խելայեղ հանդիպման ենք ականատես լինում ուղղակի, կարծես թե նորից Հարությունյանը դարձավ գոլ եղնակ մեզ մոտ, այստեղ էլ խախտում, տեսնենք։ Նորից պարտվողի կարգավիճակում են Փարիզի տղաները այս խաղում, արդեն 3-րդ անգամ։ Անկյունային է վաստակել Ռեալը։ Տեսնում ենք ակտիվացան նրանք, մի փոքր վտանգավոր էր հիմա շատ։ Այստեղ էլ փրկվեց Փարիզը, արագ խաղարկեցին գնդակը։ Ավակյանը խլեց գնդակ այստեղ, Կարո Ավակյան, փոխանցում կենտրոն Աղազարյանին, Աղազարյան, խլեցին նրանից գնդակը։ Շարունակվում է Ռեալի գրոհ, ավներ ամեն ինչ և հիմա ինչպիսի դիրքից է վրիպում այստեղ Ռեալի ֆուտբոլիստը, այսա կարող էր խաղի ելքը արդեն վճռել, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել հանդիպման ավարտին, բայց չօգտվեցին այս հնարավորությունից Ռեալի տղաները, հիմա կարող են պատժվել, Ասատրյան, Արտակ Ասատրյան և խոսքիս վրա պատժվեց Ռեալը ի վերջո այդ հնարավորությունից հետո Արտակ Ասատրյանը հետրիկի հեղինակ է դառնում մեզ մոտ, հավասարեցված է կրկին հանդիպման հաշիվը։ Արտակ Ասատրյան 4-4 ինչ հանդիպման ենք ականատես լինում սիրելի ֆուտբոլասերներ, հետրիկը կայացած է Փարիզի ֆուտբոլիստի 8-րդ գնդակը։ Այս մրցաշարում խփեց Արտակ Ասատրյանը, շատ արագ պատասխանը եղավ Փարիզի և հիմա անկյունային է վաստակել Ռեալը, խաղարկված է այս անկյունային է, բայց անհաջող փոխանցում Մարսել Լաուրելից։ Նետվելու են առաջ Փարիզի տղաները և հաղթանակի հասնեն, Ասատրյան, Արտակ Ասատրյան և պոկեր է գրանցում իր անվան դիմաց, Արտակ Ասատրյանը նորից փայլում, խաղարկումներ տեսանք Մանվել Այվազյանից և Արտակ Ասատրյանից և առաջին անգամ այս խաղում հաշվի մեջ առաջ են անցնում Փարիզի տղաները։ Արտակ Ասատրյան 5-4 հաշվի մեջ առաջին անգամ այս խաղում առաջ է անցնում Փարիզը Ռեալի նկատմամբ։ Այմը արդեն պարտվողի կարգավիճակում է Ռեալը այս խաղում և շատ բարդ է լինելու 1 հոգի պակաս գտնվելով։ Հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց այսօր նրանք շատ լավ հանդիպում են անցկացնում։ Փարիզն է կրկին անցել գրոհի, Այվազյան, Մանվել Այվազյան, Ավակյան, Ասատրյան, հարված և գոլ, նորից Արտակ Ասատրյանը արդյունավետ գործողությամբ է աչքի ընկնում։
Արտակ Ասատրյան 6-4 կրկնապատկում է իր առավելությունը և 2 գոլ է առավելությունը արդեն Փարիզը ունի այս խաղում 5 գնդակ այսօր հեղինակեց այս պահին Արտակ Ասատրյանը Եվ հավասարվում է այս մրցաշարի լավագույն ռմբարկու Պարքև Աբրահամյանին արդեն 10-ական գոլ են հեղինակել այս մրցաշարում Աբրահամյանն ու Ասատրյանը նորից Ասատրյան շարժվել էր առաջ բայց չկարողացավ պահել գնդակն այստեղ Արտակ Ասատրյանը Այս հաղթանակից հետո կամրապնդի իր դիրքը ներողություն Փարիզը շատ վտանգավոր հարված տեսանք Ռեալի ֆուտբոլիստից երկրորդ հորիզոնականում կմնան նրանք վերջին մի քանի րոպեներն են մնացել այս խաղին Հարկված է անկյունայինը շատ վտանգավոր էր այստեղ այս անկյունայինը Ռեալի շարունակում է Ռեալի մոտ մնալ գնդակը բայց արագ խլեց հիմա գնդակը Փարիզը կարող է հակագրել 2-1-ի փոխանցում Ավագյանին պետք է խաղի ելքը վճռել Ավագյան փափուկ հարված հիմա կատարեց Ավագյանը եւ դիպուկ չէր այստեղ կարող Ավագյանի հարվածը փորձեց Դարպասապայի վրայով անցկացնել գնդակը և բարձր ստացվեց Ավագյանի հարվածը նորից Փարիզն է անցել գրոյի Այվազյան հարված և գոլ նորամուտի խաղում Մանվել Այվազյանը կարողանում է ի վերջո աչքի ընկնել իր առաջին գոլն է գրանցում այս մրցաշարում Մանվել Այվազյանն էլ ի վերջո այս խաղում դարձավ գոլի հեղինակ, իր առաջին գնդակն է հեղինակում այս մրցաշարում Փարիզի հարձակվողը խելայեղ հանդիպում է ուղղակի ընթանում, վերջին րոպեներն են մեզ մոտ ես արդեն հաշիվն եմ մոռացել ուղղակի այս խաղի, Մայլերվից կրակոց և կրճատում է հանդիպման հաշիվը այստեղ Ռեալը Այսօր գոլային հրավառություն է սիրելի ֆուտբոլասերներ մեր առաջին խաղում և դեռ խաղը ավարտված չէ երկու գոլ է առավելությամբ դեռ հաղթում է Փարիզը այս խաղում Ռեալին նորից Փարիզն է անցել գրոյի Ավագյան Այվազյան չկարողացավ պահել իր մոտ գնդակը Մանվել Այվազյանը և հիմա նետվում է հակագրոյի Ռեալը Հակոբյան փոխանցում Աբաջանին նորից Հակոբյան անցումը չստացվեց Արսեն Հակոբյանի Եղիազարյան ներվից հարված և փրկեց Դարպասապա իր թիմին այս դրվագից հետո կամերան հավքել ես Եվ վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է ի վերջո խելայեղ հանդիպում ընթացավ գոլառատ հանդիպումում կարողացավ Փարիզը հաղթել Ռեալին և հերթական 3 միավորն են վաստակում Փարիզի ֆուտբոլիստները այսքան այս խաղի համար մնացեք մեզ հետ կվերադառնանք մի քանի րոպեից